Առաջատար գործատուների ամենամյա փառատոնը Career City Fest-ը Meridian Expo կենտրոնում արդեն 5-րդ անգամ բացեց իր դռները, որի տպավորիչ մեկնարկն ազդարարեց ներքին գործերի նախարարության նվագախումբը։ Թեմատիկ գոտիներ, առաջատար գործատուններ ու աշխատանքի լավագույն հնարավորությունները մեկ հարկի տակ։ Career City Fest-ում հնարավոր է ստեղծել նոր գործնական կապեր, անձամբ շփվել գործատունների հետ եւ բացահայտել ընկերությունների աշխատավոճը։ Սա հարթակ է, որտեղ կարելի է անմիջական շփվել, երբ որ դու գնում ես պայմանական ինչ-որ ընկերության ղեկավարի մոտ կամ գնում ես հարցազրույցի, դու այդքան չես կարող ազատ լինես, որովհետև նյուանսներ կան, երբեմն քեզ են հարցեր տալի, հա, դու պատասխանողի դերում ես, իսկ այստեղ դերերը լիովին փոխվում են։ Բացման խոսքով հանդես եկավ Career City Fest 2025-ի քաղաքապետը, ով կարևորեց փառատոնի կայացումը եւ մասնակիցներին խորհուրդ տվեց չվախենալ սխալվելուց։ Այս հարթակն է, որտեղ դուք կկարողանաք գտնել ձեր ճանապարհը, ձեր ուղին, ընտրել նոր մասնագիտություն եւ կայանալ ձեր մասնագիտության մեջ։ Այս տարի փառատոնը հանդես է գալիս 5 սերունդ 1 ռիթմ խորագրով, որտեղ հանդիպում են փորձն ու նորարարությունը, 100-ից ավելի բանախոս 3 տարբեր սրահում, պանելային քննարկումներ, մասնագիտական ելույթներ, հանդիպումներ եւ բանավեճեր, որտեղ մասնակիցները տեղեկանում են տարբեր ոլորտների միտումներին, ոգեշնչվում եւ փոխանակվում գաղափարներով։ World's Top Speakers in Armenia նախագծի շրջանակում Career City Fest-ի հատուկ հյուրը Google-ի նախկին խոսնակ, լրագրող ու բրենդինգի միջազգային փորձագետ Դանիել Սիբերգն էր, ով ելույթ ունեցավ հաջորդ սերնդի ընկերություն, ինչպես ստեղծել մշակույթ, որը գրավում է բոլոր սերունդներին թեմայով։ Ես նկատեցի շատ նորարարական մտածողություն եւ ստեղծագործելու ուժեղ ցանկություն։ Մարդիկ այստեղ ոչ միայն գաղափարներ ունեն, այլ նաեւ փորձում են դրանք իրականություն դարձնել։ Բանախոսության ավարտին մի քանի երիտասարդ մոտեցան ինձ եւ պատմեցին իրենց ստարտափի մասին։ Նրանց պատմությունները շատ ոգեշնչող էին։ Նրանց մտածելակերպը գլոբալ էր։ Կարծում եմ, այսպիսի միջոցառումները միավորում են մտածող մարդկանց, որոնք պատրաստ են սովորել միմյանցից եւ նոր բաներ փորձել։ 80-ից ավելի ընկերություն սեփական տաղավարներում ներկայացնում են գործատուի իրենց բրենդը հետաքրքրված այցելուններին, որտեղ նրանք ծանոթանում են ընկերության ռազմավարությանը, նպատակներին եւ տեսլականին առաջին ձեռքից։ Career City Fest-ին առաջի անգամ ենք մասնակցում, դա մեզ համար շատ լավ հնարավորություն է ուսանողների եւ նաեւ մասնագետների հետ տարբեր ծանոթանալ։ Լինելով գլոբալ ընկերության մաս, մենք շատ կարեւորում ենք local տաղանդների հետ աշխատելը։ Այս տարի եւս հետաքրքիր նորարարական լուծում ունենք։ Մենք ունենք ստեղ 2 LED էկրաններ, որոնց վրա մեր ամբողջական թափուր հաստիկների ցանկն է, այսինքն հնարավորություն է տրվում աշխատանք ընտրողներին նայել, որոնել իրենց համապատասխան աշխատանքը եւ միանգամից տեղում կարող են դիմել։ Տվյալները բնականաբար մեր կողմից վերլուծվելու են եւ ընթացք են տրվելու։ Ինեկո բանկը տվյալների վերլուծությամբ պարզել է. Career City Fest-ի ընթացքում միջինում ունենում են 150-ից 250 դիմորդ։ Հաջորդական փուլերով անցնելուց հետո ոմանք աշխատանքի են անցնում, սակայն փառատոնին իրենց մասնակցության գերնպատակը միայն աշխատակիցների ներգրավումը չէ։ Ունենք գաղափար, որ ներկայացնենք, թե ինչպիսի բրենդ է բանկը, ինչ միջավայր է տիրում, ինչպիսի մարդիկ են իրենց հետևում, որ պարզապես գան, շփվեն, խոսեն, ծանոթանան եւ հասկանան, թե այդ միջավայրը ոնցքանով է իրենց համապատասխան եւ որքանով կուզենան տվյալ բանկի մթնոլորտի մասնիկը լինել։ Career City Fest-ին տաղավարներով առաջին անգամ ներկայացված են նաեւ ներքին գործերի նախարարությունը, ենթակա ծառայություններով եւ UNDP-ն, որտեղ ցուցադրվում են ծառայությունների տեխնիկան, գործելավոճի մանրամասներն ու աշխատանքի հնարավորությունները բոլոր ցանկացողներին։ Այս տարի շատ է տարբերվում նաեւ նրանով մենք տեսանք ինչպես բացվեց ՆԳՆ նախարարության նվագախմբի մասնակցության, ինչքան կոլորիտ էր, ոնց են մարդիկ մոտենում, զարմացած նկարվում են ոստիկանների հետ եւ ինչի համար շատ եմ շնորհակալ թե նախարարին, թե UNDP-ի մեր գործընկերներին, թե նախարարության թիմին, ինչպեսի հիանալի թիմ, ես երբեք չեմ պատկերացրել, որ կարելի է այսպես անմիջական շփվել, աշխատել իրար հետ, շատ տպավորված եմ հենց նաեւ այդ մեր ընդհանուր կարծում եմ ձեռքբերումով։ Շատ հաճելիորեն զարմացել ենք, որ շատ մեծ հետաքրքրվածություն կա եւ բազմաթիվ երիտասարդներ հիմնականում կանայք, ասեմ, որ
գալիս են, հետաքրքրվում են եւ մեր աշխատակիցները այստեղ են, վերցնում են տվյալները, հետագայում կապվում են արդեն իրենց հետ եւ շատ ուրախ կլինենք, որպեսզի մեր համակարգը համալրվեն լավ կադրերով, բանիմաց կադրերով, այն որ բարբերաբար մարդիկ հետաքրքրվում են եւ նաեւ ուզում են հասկանան արդյոք ուսանողները, ովքեր որ սովորում են, կարող են նաեւ ծառայության գալ եւ պատասխանը հետեւյալն է, եթե հեռակա ուսուցում է, իրանք կարող են համակցել։ Career City Fest-ի պաշտոնական մեդիա գործընկեր Թերթեևն էլ փառատոնի 2 օրերին Meridian Expo կենտրոնի իր տաղավարում հարցազրույցներ անցկացրեց մասնակից ընկերությունների եւ բանախոսների հետ։ Փառատոնը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ամփոփվեց EVP շոուով։ Ամենահամարձակ ընկերությունները բեմից ներկայացրին իրենց կորպորատիվ մշակույթն ու իրենց ընկերությունում աշխատելու առավելությունները։